խոսքը նրա մասին է, որ գումարը մեծ է, օգուտը քիչ։ Դա բոլորը գիտեն, ամբողջ աշխարհում է այդպես։ Այսինքն կոպիտ ասած, ես եթե վաճառեմ 300,000 դրամ ինչ որ ապրանք, ինձ մնալու է 10-12,000 դրամ, որովհետև մենք պետք է հաշվի առնենք օրվա գինը, մենք չենք կարող օրվա գնից ավել ասել։ Դա միջազգային գին է։ Դոլարն էլ չեմ կարող ես ոչ բարձրացնել, ոչ ցածր, ճիշտ է։ Ես ենթակա անձ եմ առևտրին։ Դա մի կողմ դրած, ահան, ես այդ 300,000 դրամի մեջ 12,000 դրամ պահելու համար պետք է 30,000 առանցին հաճախորդից ուզեմ ասեմ տանեմ պետությանը, հա, 10%-ի դեպքում, քանի որ ես այդ ձեռքբերման համար թուղթը չկա։ Դատանողականության մեջ ոսկու եւ արծաթի բնագավառի կներես անջան, որովհետեւ ես մեր բնագավառ էլի ասեմ, ես բնականաբար ես հենց նոր նշում ենք այն մասին, որ առանց ուսումնասիրության օրենք դնելը դա հիմարության տգիտության վերջնակետն է։ Եթե դու չես եկել այդ ոլորտը ուսումնասիրել, ես խոսում եմ նրանից, որ անշուշտ երբ որ խոսում է իրանց հագուստի վաճառքից, ես բան չեմ հասկանում։ Ինքը երբ որ ես խոսում եմ իմ ոսկու ոլորտից, նա չի հասկանում։ Դուք այդ ոնց եղավ, որ դուք առանց ուսումնասիրության օրենք եք փոխում, առանց հասկանալու որտեղ է ճիշտը, որտեղ է սխալը, որ դու ոչ թե ժողովրդին ստիպես, որ նա գա կանգնի այստեղ էս անձրևին, ոչ թե աշխատի իր վարկ տոկոս ամեն ինչը փակի, հա, բերես դու հասցնես նրան, որ ինքը գա բողոքի։ Եվ ասեմ ավելին, մենք այն մարդիկ ենք, ովքեր չենք լքել երկիր ու հայրենասերներ ենք։ Մի արեք նենց, որ մենք պայքարենք, հասցնենք հեղափոխության։